հերթական վիդեոս, շատ երկար պաուզայից հետո իհարկե միշտ մտածում էի հատ է չի, բայց երեկվա դեպքերից հետո պարզա, որ արդեն հա, որովհետև հերթական ձերբակալում է, հերթական քաղբանտարկյալն է հայտնում Հայաստանի Հանրապետությունը, ես կարծում եմ, այս շարքը դեռ շարունակվելու է, դե արդեն տեղեկացված երեկոս Գյումրի վերացել էին, չկարողացան Գյումրի տոնը նշեին, երեք Գյումրի տոնը նշեցին կարմիր բերետաղորներով, ացեիդ, այդքան մարդ, այդքան հյուրեր Գյումրին չէր ունեցել, բայց չգիտեմ այդ հյուրերը, հաճելի հյուրեր էին թե չէ, իմ համար այդքան էլ չէ, իհարկե շատ զզվել էր, հերթական աղջկական քայլը կառավարության կողմից։ Հենց այդից բանալում զանգում են, հալալա ձեզ։ Ես կարծում եմ նաև իհարկե Գյումրին այդպես չի թողես ամեն ինչը, Գյումրին ունի իր հետևում հաղթանակ, ու այս հաղթանակը դեռ շարունակվել է, ուզում են այդ հաղթանակը արմատախիլ անեն այս սրանք, բայց ես կարծում եմ իրանց մոտ չի ստացվի։ Մի անգամից անցում անեմ, ուզում եմ խոսքս ուղղել արդեն մեր Շմիացնի բնակչությանը, շուտով այնտեղ էլ պետք է ինտերվյու։ Սա արվում է ձեր համար, որ վախեցնեն սիրելիներս։ Ես կարծում եմ հերթական հաղթանակը դա տոնվելու է Շմիացնում, Արմավիրի մարզում, ով էլ որ ընտրվի, բայց ոչ ԿՊՀ-ական, ամեն դեպքում պատրաստ եղի նաև նմանատիպ քայլերին, այսինքն սա օրինակը, որ միշտ պետք է ապահովեք ենթագիտակցության մեջ, ես կարծում եմ ընտրվողը տաղայարնելու, պատրաստ առնելու այս ամեն ինչին։ Ես ուղղակի որպես նախազգուշացում, բայց հուսով եմ, որ մենք այնտեղից կունենանք հերթական հաղթանակը։ Պաուզա, սա տակ լիքը ասելի կա։ Ու ես կարծում եմ, այս ավդեյան նախորդները արդեն մաքրելու ժամանակն է։ Ամբողջ Հայաստանը լցված է քաղբանտարկյալներով։ Քաղբանտարկյալ, մարդ, որ այս ավդեյան նախորդները կարող է մաքրել, ես ունեմ իմ ընտրած թեկնածուն, մարդ, որի անունը հենց հիմա հայտել եմ, արտասանել եմ, Արտակ Սարգսյան, որը տարիոկես արդեն քաղբանտարկելու տնային կալանք։ Այս մարդու մասին շատ քիչերը գիտեն, բայց մարդ, որը ի տարբերություն մյուսների այս երկրից բան չի տարի, մարդ, որ սիրում է այս երկիրը, մարդ, որը պատրաստ է այս երկրի համար անել ամեն ինչ, որ այս երկրի ժողովուրդը իրեն զգա Հայաստանի Հանրապետության քաղաքացի, բայց ոչ հպարտ, այլ երջանիկ։ Մենք հպարտ ենք, ժողովուրդ մեր հպարտությունը ուզում են ջարդեն, բայց չեն կարող։ Շուտով այդ մարդու Արտակ Սարգսյանի դատավարությունն է գնալու, երևի կերկարացնեն, վախենալու համար կերկարացնեն, որովհետև ես կարծում եմ, սա այն մարդն է, որը վաղը թե ուշ մտնելու է քաղաքականություն, արդեն ուզում է մտնել, սրանք ամեն ինչ անում են, որ չմտնի, դրա համար չեն խոսում այդ մասին, չեն բարձրաձայնում, որտեղ այդ մարդը ասելիք ունի, այդ մարդը եկել է հայրենիք բերք, ես կարծում եմ, այդ այն մարդն է, որ այս երկիրը սիրում է։ Ու ես համոզված եմ, որ Արտակ Սարգսյանն այն մարդն է, որ կարա այս վիճակից այս երկիրը դուրս բերի։ Թե ով այդ մարդը ինքն էլ կարող եք մտնել այդ մարդու հետ, ինքը ունի իր էջը, հետաքրքրեք, որ վաղը մի ისօր հանգած հայտնվի, չասեք ես որտեղից։ Այդ մարդը գալիս է այնտեղից, որտեղից պիտի գար, այս մարդը գալիս է այնտեղ, որտեղ պիտի լիներ։ Ու այդ մարդը արդեն ստեղ է, այդ մարդը ասելիք ունի։ Այդ մարդը առավել ևս ի տարբերություն մյուս քաղաքական գործիչների անելիք ունի։ Ես մեկ է զարմանում եմ, այսքան ղզիկ ոնց կարողացան միտեղ հավաքվել։ Հայաստանում այսքան ղզիկ կար, դա իդեմս մեր կառավարության մասին։ Բայց ես ասում ես բո, մի անգամից զանգում են ահացել, ինձ ասեցին բո, օրոմուտը տաղա եղեք, օրոսալ է, որց եղեք, Վագն Ալեքսանյան, որց հիշում ես, որ ասում էր այդ բարից նեղվել էիր։ Մեկ էլ ուզում եմ խոսքս ուղղեմ մեր երկրի ամենաառաջին կովբոյին։ Ես վերջերս խիտ ցիլոն չի դնում։ Սա ուզում էր իրան։ Ես ուզում եմ մի հատ այդ ցիլոյով TikTok-ում միացնես բանանի։ Վերջապես մեր վարչապետը հասկացավ, որ
ինչ որ չի ասում, դա ճշմարտությունն է, լրությունը։ Մարդը մի ասում է չի խոսում, իր ասելիքը լրության մեջ ասում։ Պատկերացնում եք իր ասելիքը, որ ամբողջ աշխարհն արդեն ծիծաղում է։ Ինքը դարձել է TikTok-ի աստղ։ Ես արդեն մտածում եմ, ասում, եթե մի օր TikTok-ը փակեն, այդ մարդը գործ չունենա։ Էդի դարավ, այդ բարոն Փաշինյանը դարավ վարչապետ, որ մտնի TikTok։ Հետևորդներ հավաքի։ Մեռնեմ հետևորդների բարոն վարչապետ։ Էս ինչ եք անում, որը մի քիչ մի խոսքով ես նույնիսկ չգիտեմ ինչ ասեմ։ Արդեն տեսնում եք ինչա կատարվում։ Արդեն տեսնում եք այս մեր կառավարության վախի չափը։ Ուզում եմ հասկանամ ինչից եմ վախենում։ Եթե եկել եք երկիր փրկելու, եթե եկել եք երկիր սարքելու, երկիրը չվախենալով չեն սարքում։ Մինչև երբ, մինչև ուր։ Նենց արեք ձեր վերջը սիրուն լինի, ճիշտ լինի, մաքուր լինի։ Վաղ միսար ես քաղաք եք դուրս գալու, ձերի քպայականների ինչ տեսքով եք դուրս գալու։ Ես կարող եի կոչ անել իմ ազգին, ես կարծում եմ արդեն կարիք չկա կոչ անելու, քանի որ ես ազգը պառակտելն ու երկու մասի եմ բաժանել, բայց ոչինչ, այն մի մասն մի օր կհասկանա, որ իր ոտքի ելնելու ժամանակն է։ Ու մենք այդ օրվան արժանի ենք լինելու, այդ օրը քիչ ամնացի գալու է։ Չնեղվեք, ոչինչ, եթե այս մարդկանց եք վիբրարել, քպայականներին, ոչինչ, մարդ սխալական է։ Դուք էլ ձեր սխալներ ունեք ու ձեր սխալների համար ձեզ չեն դատելու։ Բայց հիշեք, այս անգամ վիբրանելուց մենք իրավունք չունենք սխալվելու։ Սա վառ օրինակ է, ամեն օր վառ օրինակ, թե ուր են ուզում մեզ տանել։ Կարող եմ ժամերով խոսել, լիք արգումենտներ բերել, արդեն այնքան ենք բերել հոգնեն եմ, լուրջ եմ ասում։ Հիմա գործելու ժամանակն է։ Գործելու, տեսեք ում հետ գործ ունենք։ Ում չէ, ինչի հետ, իրանք արդեն ինչ են, իրանք հոգի չեն, իրանք հատ են, ու իրանք պետք չի հաշվել, սա այն հատնա, որ իրանք հաշվել պետք չի, իրանք օրերը հաշված արդեն։ Ես ուզում եմ մեր բոլոր քաղբանտարկյաններին ցանկանալ ուժ եռանդ ուժեղություն մեր սրբազաններին, մեր բոլոր քաղբանտարկյաններին ու ամեն անգամ մեկ անգամ ես կուզենամ հիշեցնել վաղը չեմ հիշսորը երևի Արտակ Սարգսյանի դատավարությունն է գնալու ու որոշում պիտի կայացնեն այդ մարդու կարգավիճակի մասին ես կարծում եմ, որ ես ընդեղ կլնեմ, իսկ ովքեր ցանկություն կունենան կհանդիպենք դատարանի առջև։ Մեզ բոլորիս համբերություն ու ժիռանդ լուրջ եմ ասում, անապատի արև անեզլավ ալնելու, ոնց էլ կասեր Թաթան։